Պապ։ Արսեն։ Ինչի չես քնում բալես։ Դու ինչ չես քնում։ Քոնս չի տանում տղա ջան։ Ու ես էլ դժվար քնեմ։ Տենց մի ասա, պապ։ Կգտնեմ հետեով արի։ Ու կաշինքը քերթեմ, չկասկածես։ Կգտնենք Արսեն ջան։ Բայց էլ Սոնայիս հետ չենք բերի։ Ճիշտ է։ Սոնային հետ չենք բերի։ Արսեն ջան, եթե թորը երեխես չգար, այդ բանը չեր լինի։ Պապ, քեզ մեղադրելով բան չի փոխվի, հանգստացի։ Տղա ջան, այդ ամեն ինչը ինձ համար էր նախատեսված։ Երեխես իրա վրա վերցրեց այդ կրակը, այսենց մռմուռը քսեց սրտիս ու գնաց։ Կգտնեմ, պապ, կբռնեմ ու կաշինքը քերթեմ։ Չկասկածես։ Հա, պապ։ Արման ջան, այսօր ես տղա ջան։ Դրսում եմ, պապ։ Բատուն չես գալի, այս ժամին դրսում ինչ ես անում։ Չէ, պապ, գնալու եմ իմ տուն։ Ուզում եմ մի քիչ մենակ մնամ։ Դու հանգիստ քնի։ Լավ, տղա ջան, գնա քո տուն, նա։ Լավ։ Ես պարկում ես։ Չէ, քնում եմ։ Կարող եմ այդ ջուր բերես հետո քնես։ Քնելուց առաջ ջուրը վնաս է երիկամներին։ Դե բարի գիշեր։ Բարի գիշեր։ Խնդրում եմ գնա։ Ինչ ես տենց նայում։ Իրավունք չունեմ իմ կնոջը նայեմ։ Արսեն։ Չես ուզում վեր կենաս։ Ես հավեր կկենում։ Ոտը չի ցավում։ Չէ, իսկ քո ձեռքը։ Ասում են սպին գեղեցկացնում է տղամարդուն։ Հեսա կգեղեցկանաս։ Շատ հնարավոր է։ Երազի, կարող է մի 1000 տարուց բախտդ բերի։
Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ համարը հանձնել։ Զբանալին։ Շատ բարի։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Մամ խմի։ Չեմ ուզում։ Մամ նորից չսկսես, խմի։ Սիրտ չունեմ, չեմ ուզում։ Պապ։ Ես վերջի տարիները միշտ սոնացեր ինձ սուրճ բերում։ Ապրես Լուսի ջան, ապրես։ Ապրես գալես, ապրես։ Արմանը քնած է։ Արմանը տուն եկել է, որ Ոնց դեռ տուն չի եկել։ Այս ինչի մնամ Արմանը որտեղ արենք աման գալիս։ Բա Արսենը։ Արսենն էլ իր ընկերների հետ է, երևի։ Ինչ արեցիք։ Մի քանի բան ճշտեցի։ Հետո Ինքնա։ նրան հանելա պետք։ Ես իմ ձևերով կհարցականամ։ Մինչև իրիկուն գրավով դուրս կգա։ Ուղիղ օֆիս։ Անպայման։ Ես Արմանը գնացել է։ Արմանը տուն չի եկել։ Ոնց չի եկել։ Դա ոչ գշուր տուն չի եկել։ Ամ բերան ասեիք։ Այսօր ես։ Գործերով։ Իմացա, որ գիշերը տուն չես եկել։ Սա նորմալ է։ Հա, ամեն ինչ նորմալ է, հանգիստ է։ Գալիս ես։ Ես մի անգամից գերեզմաներ կգամ։ Լավ։
Այստեղ մարդ կա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես բնակարանի վարձակալման համար եմ եկել։ Լավ եք արել։ Դուք հայտարարության մեջ նշել եք, որ գինը սակարկելի է։ Սակարկենք։ Ճիշտն ասած, ինձ մատչելի բնակարան է պետք։ Սրանից մատչելի չես գտնի։ Իսկ բնակարանը կահույքի հետ միասին է։ Հա, հետն է։ Երբ ես ուզում տեղափոխվես։ Եթե դեմ չեք, հենց հիմա էլ կմնամ բնակարանում։ Դեմ չեմ։ Եթե փողը տաս, խնդիր չկա։ Հա, իհարկե։ Հենց որ գնան գերեզմանոց, ես կհարմարացնեմ ու կփախնեմ։ Բա որ անցած անգամվա նման ախրանան հետևից է տնգնի։ Չեմ իմանում, մի բան կմտածեմ ու կգամ։ Այդտեղ ամեն ինչ նորմալ է։ Էդի հոգես չի կպե։ Չէ, Այսօր էս հարցը պետք է լուծվի։ Հերիք եղավ։ համբերի կգամ։ Գիտես ինձ ոնց են հետևում։ Ուղղակի հարմար պահա պետք։ Լավ, մամ, լավ, հետո կխոսանք։ Մենք մի կես ժամից դուրս են գալի պատրաստվի։ Լավ, Ոտդ ոնց է, ոչի ցավո։ չէ, ես քո ձեռքը։ Մինչև հարսանիքս կլավանա։ Մամ, Մի հատ կոֆե տու։ Դինա ջան, հո բան չի եղել, բան ես առավոտ զանգել ես։ չեմ զանգում, ասում ես, ինչի չես զանգում։ Զանգում եմ, անհանգստանում ես։ Զանգել եմ, ասեմ, գալու եք այսօր գերեզմաններ։ Այ բալես, բա ոնց չենք գալու, անպայման։ Դե լավ, դե այնտեղ կհանդիպենք։ Եղավ։ Բան ա եղել։ Ասեց չէ։ Չէ։ Խնդրեմ, Լալայան ջան, քո սուրճը։ Ինչ էր իրերը։ Կարասուն հազար։ Բանալին կտակ։ Հա, իհարկե։ Մենակ ես ապրելու այստեղ։ Երևի ծնողներդ գյուղում են, դու էլ ուսանող ես, հա։ Ուսանող չեմ։
Մարդել քո նման աղջկան մենակ թողի։ Ես կարող եմ իրերս դասավորել։ Հա, ոնց չէ։ Եթե բանման պետք լինի, ես դիմացի շենքում եմ ապրում, կզանգես վռած կգամ։ Իզուրել համաձայնվեցի։ Երբ ես գնացի։ Թեխի քնած մնացի։ Հապապ։ Արման ջան, մենք շարժվում ենք։ Դուք գնացեք, ես մի անգամից կգամ գերեզման մեջ։ Կարես մի քիչ կամած քշես։ Չնի վախում ես։ Չեմ վախենում, ուղղակի չեմ ուզում, որ փորձանքի գանք։ Քշվել ես, ես ինչ ես անում։ Հեռախոսդ տուր։ Հեռախոսս տանն եմ թողել։
Ես գիտեմ, որ դու տեղյակ ես, որ այդ գյադեն հիվանդանոցից փախել է։ Ուզում եմ զգուշացնեմ, խաղեր չխաղաս։ Ու հենց հիմա զանգում ես այդ գյադուն, ասում ես, որ ձեր մեջ ամեն ինչ վերջացած է։ Ու թող ինքը գնա իր ճանապարհով դու քո։ Դե։ Երկար եմ սպասելու։ Ես Հայկի հետ չեմ շփվում։ Խաբում ես, արա։ Ինչու՞ն եմ խաբելու։ Ասում եմ չեմ շփվում ու վերջ։ Ուզում ես ասես, որ դու այդ գյադուց տեղյակ չես, հա, որ ինքը հիմա քեզ հյուրանոցում սպասում է։ Ինչ։ Ես քեզ ասել եմ, չէ, որ այն ինչ որ կատարվում է, ես ամեն ինչից տեղյակ եմ։ Ասել եմ, չէ, իմ մարդիկ ամեն տեղ են, դու չես կարա իմ գլխից թռնես։ Այդ քո համար շատ բարձր է, մեջքդ կջարդվի։ Արսեն։ Ես ասում եմ դու շարունակում ես, արա։ Դու կմնաս իմ կողքին այնքան, ինչքան ես կուզեմ։ Հասկացանք իրար։ Հասկացանք իրար։ Զանգի։ Ասա դավա, հյուրանոցի դեմնեք, դե գիտես ինչ ես անում։ Զանգի։ Հիմա այդ գյադու կյանքը քո ձեռքերի մեջ է։ Այս Արսենի մեքենան չէր, պապ։ Հա, Արսենինն էր։ Արսենի մեքենան։ Բա ինչի են կանգնել։ Երևի մեզ էին սպասում։ Մի հատ զանգի ձինային։ Դիմացի թե ինչի Արսենը կանգնել։ Հիմա զանգեմ։ Չէ, մի շեղի։ Շարժվեցին։ Դու ավելի լավ Արմանի զանգի տեսուր հասավ։ Լավ։ Վերցնում։ Տաթև։ Սար։ Ես էլ մտածում էի քնած ես չես վերցնում։ Չէ, ինչ ես ասում։ Ես տուն եմ վարձել ու արդեն տեղափոխվել եմ։ Հա, ժամանակ չես կորցրել։ Իրականում ես դրա իրավունքն էլ չունեմ։ Գոնե լավ տուն, հա։ Հարմարվել ես։ Դե պատ մի անհանգիստ եմ։ Դե տունը էլ է։ Հա, պարզ է։ Ուրեմն քանդած կեղտոտ տունը։ Մտավոր։ Այդ դեպքում ինչ ես վերցրել։ Գինն էր հարմար։ Դե լավ, ոչինչ, կմաքրեմ տունը, կարգի կբերեմ ամեն ինչ։ Ու ապրելու համար հարմար կլինի։
Դու մի հատ ասա երեխեքը ոնց են։ Միլենան ոնց է քնեց, հոչի լացել։ Օհ, հազիվ համոզեցի։ Իմ փոքրիկ մկնիկ։ Ոչինչ, ես իրան հետ ամեն ինչ կբացատրեմ։ Սար փող մնացել է մոտդ։ Դե, այսօրվա համար կհերիքի, իսկ վաղվա համար վաղը կմտածեմ։ Անհանգստանում եմ, Սար։ Պետք չի անհանգստանալ, ամեն ինչ նորմալ է։ Ավելի ծանր օրեր էլ են եղել։ Հա, բայց գոնե չես մտածել օրվա հացի մասին, դժվար է։ Ավելի լավ է օրվա հացի մասին մտածել, քան թե հոգեպես ծանր վիճակում լինել։ Ոչինչ, սա էլ կանցնի։ Հա, իմ ուժեղ ընկերուհի։ Լսի, Սար, փող ունեմ պահած։ Վաղն էլ չեմ աշխատում, ես կգամ կբերեմ քեզ։ Շնորհակալ եմ շատ, բայց պետք չի։ Պետք է, ոնց պետք չի։ Թող մոտդ մնա։ Ես գոնե տենց ավելի հանգիստ կզգամ ինձ։ Սար Արմաններ եկել։ Գիտեմ։ Այդտեղից պիտի սկսեի, չէ։ Տաթև խնդրում եմ, էլի հասցեն չտաս, լավ։ Ինչի, բան է եղել։ Չէ, ուղղակի։ Հա, բայց ես հասցետ էլ չունեմ։ Ես հիմա քեզ SMS կանեմ։ Լավ։ Սար, լավ, ես գնամ, երեխեքը իրար են խառնվել։ Հետո կզանգեմ։ Հա, իհարկե, երեխեքի մոտ գնա, հետո կխոսենք։ Ես արդեն վաղուց կատարել եմ իմ ընտրությունը։ Ոնց որ մի քիչ տենց չի։ Նորից եմ կրկնում։ Իմ հետ գտնվող մարդը, լինի դա աշխատող, ընկեր թե ընկերուհի, չի կարա իմ հետ խաղեր խաղա։ Այդ մեկը լավ հիշի։ Չնայած դու այնքան հիշելու բան ունես, որ դժվար էլ այդքանը հիշես։ Չզանգեցիր, հա ոնց որ։ Զանգելու կարիք չկա։ Բայց տղան քեզ է սպասում։ Զանգի թող գնա։ Ինչ ես խոսում։ Այն եմ խոսում, որ ես ամեն ինչից տեղյակ եմ։ Քեզ թվում է Քրիստիկի աղբերը այդքան ապուշ է, որ իմ հետ խնդիրներ ունեն, հա։ Հենց հիմա իմ տղեկը հյուրանոցի մոտ են։ Մի հատ զանգ ու դու հասկացար։ Չէ, խնդրում եմ, Արսեն, չանեցնեմ անբան։ Ինչ ես խնդրում։ Խնդրում եմ, Արսեն։ Չվնասես Հայկին։ Ինքը չի կարողանում քայլել։ Մի անգամ ես քո խնդրանքը լսեցի։ Ու մենք բան պայմանավորվեցինք, բայց դու քո խոսքը չպահեցիր։ Իսկ ես իմ խոստումը միշտ պահում եմ։ Այս անգամ ամեն ինչ ուրիշ է։ Գադում բերեք։ Չէ, Արսեն, աղաչում եմ։ Որ հերդ մեռը տենց հավեսով չես լաց, չէ։ Հիմա երևի գերեզմաններում եք։ Մենակ թե փախնես Գասթինա։ Դուք ստեղ ինչ եք անում։ Մարդկա շատ է ուզում քեզ տնա։